Հայաստանի ամենահայկական ժամանակները որոնք էին։ Գիտեք ինչ եմ շեշտում, հիմա ասում ենք, չէ, վերադարձ մեր արժեքներին, մեր մշակույթին, ուզում եմ բանաձևենք ինչ է այդ հայկականությունը, որ կարողանանք վերադառնալ կամ ակցենտավորել այդ ամեն այդ հայկականությունը։ Պարադոքս է, էլի, բայց այդուհանդերձ երևի թե այն ժամանակ, երբ որ այդ ամեն ինչը արգելված էր։ Հետաքրքիր է, հենց ազատ դառավ, ինքը դարձավ, ենթադրում եմ ես ստույգ չեմ կարող ասել։ Հենց ինքը ազատվեց որևէ կապանքից, որևէ այդ գրիֆից, արգելվածա ցենզուրամա, հետաքրքրությունը կարծես թե կորավ։ Նու իհարկե առաջի պատերազմը մեր եւ այդ տարիները ես ինձ հիացրեցին, որովհետև մենք հանկարծ միացանք։ Մի հատ բան են որ լսեցի, ինչ որ մի հատ ռուս էր ասում, եթե հայ ազգը միավորվի եւ ասում կվանտային անցում տեղի կունենա, բայց հայ ազգը երբեք չի միավորվի։ Այ հենց այդ խնդիրն է երևի դա, որ ինքը երբեք չի դառնա միասնական, երբեք չի դառնա։ Չգիտեմ, ես ինձ համար էլ դա շատ ահավոր հնչում։ Որովհետև ես էլ եմ նկատել դա, որ չէ էլի։ Դե հիմա օրինակ ենթադրենք վերցնենք հիմա, ասում են ժողովուրդը չի միավորվում, նույն ժողովրդին, բայց ինչ էիք անում ժողովրդի հետ։ Ինչ արեցիք, քանի անգամ տարակ բերեցիք, էլ հավաքվել ոնց էր ելնում։ Այնքան արեցին, որ զզվեց, ուղղակի ասես չէ, ոչ մեկին չեմ հավատում արդեն, որովհետև սա խաղեր են ինչ որ խաղում։ Ու այդ խաղերը հնարավոր չէ ով ում հետ է խաղեր խաղում դրա համար հիմա երևի թե ես ապացիան այսօր էլի խորագույն։ Դրա համար հավես պետք է լինի որ մարդ գա տուն ու նկարի կտավները դնի, հա պարզակով աշխատանքն է դա է քոնը քեզ դա է տրված, դե բայց դժվար է չէ, հետո դուրս ես գալու փողոց, չէ, դու այդ փողոցի վրա ես ապրում, այդ փողոցի վրա ես շենքում ես ապրում, այսինքն այդ ամեն ինչը քո ճակերտներում ասած հարստությունն է։